Հրապարակը գրում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք այցից Ռուսաստանի ԱԳ-ն հայտարարություն տարածեց ներկայացնելով ծրագիրը, որտեղ ավանդույթի համաձայն նշված էր, որ Լավրովը ծաղիկներ կզետեղի անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ կտեղադրի հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Երեկ պարզվեց ցեղասպանության համալիր այցը հանվել է օրակարգից, նա միայն ծաղկեպսակ է ուղարկել, թերևս Հայաստանի իշխանությունների ցանկությամբ եւ ԱԳՆ-ի նախաձեռնությամբ ու համաձայնությամբ։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ այցի ծրագիրը հագեցած է, բայց Ռուսաստանի ԱԳՆ-ն դա փորձեց կոմպենսացնել անհայտ զինվորի հուշարձանի այցելության ժամանակ արված լուսանկարով Արարատի ֆոնին, գրում է թերթը։ Փաստը գրում է երեկ մոտ 15-ի, իդեպ այս թիվը կազմակերպիչներն են հնչեցրել հասնող արևմտամետներ հակառուսական պլակատներով Պուտինի ու Լավրովի հասցեին վիրավորանքներով Հայաստանի արտգործնախարարության գլխավոր մուտքի մոտ էին հավաքվել, իսկ այդ ժամանակ ԱԳՆ շենքում Միրզոյանի հանդիպումն էր Լավրովի հետ, որի այցի նախօրեին հավաքվածներից մի քանիսը հայտարարել էին, թե պետք է դիմավորեն զանգվածային ցույցերով։ Թերթը նկատում է նույնիսկ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նկատեց, որ Հայաստանում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի միջոցները, ապա շարունակում է, որ պարզվեց քանակ չկա, իսկ Լավրովի այցի օրն ընդամենը 2-3 հոգի էր պլակատ բռնել։ Նաև պարզվեց, որ այդ պլակատաբռնության ժամանակ Լավրովը դեռ Մոսկվայում էր, մի խոսքով, չնայած 10-15 հոգով հայ ժողովրդի անունից արվող բարձրագոչ հայտարարություններին, այդ ամենը հանրության կողմից մնաց մերժված սոցցանցերում երբեմն կոշտ, երբեմն վիրավորական արձագանքներ էին գերակշռում, բայց այստեղ կա նաև հարցի մյուս կողմը նախօրեին, երբ մի վիրավորական պլակատ կախել էին ինչ-որ կամրջից, մյուսն էլ բռնել էին փողոցում, ոստիկանները շատ մեղմ էին ի տարբերություն սրբազան շարժման ակտիվիստների։ Աստվածապաշտությունը կհաղթի անձնապաշտությանը գրառումով պաստառների համար։ Ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկել, հիշեցնում է թերթը ու շարունակում, որ ԱԳՆ-ի մոտ այդ ակցիայի ժամանակ մի քիչ քաշքշուկ բեմադրեցին, երևի տեսնելով, որ նման երկակի ստանդարտները արձագանք են ստանում։ Հրապարակն էլ գրում է հունիսի 5-ին Հայաստան կայցելի Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է Հայաստանում, բայց այցը հագեցած գրաֆիկով է, նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմի վրա է։ Հայաստանում ռուսական մի շարք կազմակերպությունների շրջաբերականներ են ուղարկվել, որ յուրաքանչյուրը մի միջոցառում նախաձեռնի կլոր սեղան քննարկում հայ-ռուսական համագործակցության ուղղությունների ռեսուրսների վերաբերյալ Ռուսաստան-Հայաստան մարզերի միջև առևտրատնտեսական կապեր եւ այլ թեմաներով կկայանա հայ-ռուսական գործարար ֆորում։ Թերթը նկատում է, որ ինչպես նաեւ սպասվում է միջոցառում Ռուսաստան-Հայաստան քույր քաղաքների միջև երկխոսության թեմայով։ Հասկանալի է, թե ինչու է ընտրվել Կապանը, որտեղ կկայանա միջոցառումը։ Ըստ թերթի Ռուսաստանը շահագրգռված է այնտեղ հյուպատոսություն բացելու հարցում, բայց իշխանությունները ինչ-ինչ պատճառաբանությամբ տորպեդահարում են այն ամիսներ առաջ։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է մինչև մայիս հստակություն մտցնել այդ հարցում։ Երեկ Լավրովը նույնպես անդրադարձել է թեմային, ասել, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, բայց ըստ թերթի առանձնապես աշխատանքներ չեն տարվում։ Հրապարակը գրում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ հարձակման անցնելու հրահանգ է ստացել։ Վերջին օրերին մեծից փոքր ժամը 1 լայվ են մտնում հարցազրույցներ տալիս Քոչարյանի մասին կրկնում 7 տարիներին շրջանառված թեզերը, լեգենդները։ Իշխանական կայքերը ուղղակի վերածվել են երկրորդ նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցների։ Ամեն երկրորդ նյութը նրա մասին է, էջերը ողողված են նրա ընտանիքի լուսանկարներով, բնականաբար նեգատիվ տոնայնությամբ։ ՔՊ-ում չեն կարծում, որ սև PR-ն էլ է PR ու կարող է այս արշավի արդյունքում նրա ռեյտինգը բարձրանա։ Նրանք աշխատում են իրենց կայուն ընտրազանգվածի վրա, որը նախկինների նկատմամբ անհաղթահարելի ատելությամբ է լցված ու վրեժի ծարավ ունի։ Որքան էլ հիասթափվի այս իշխանություններից, միևնույն է, կընտրի Նիկոլ Փաշինյանին։ Իդեպ ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինյանի կնոջ գրեհիկ բառապաշարն էլ է դրան միտված վերականգնել իշխանության
իշխանության կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմված է ոչ գրագետ, հայհոյանք սիրող զանգվածից։ ՔՊ-ում որոշում ունեն հակաքոչարյանական քարոզչության դոզան ավելի մեծացնել, առաջիկա աժնիստերը վերածել «Բոյ բես պրավիլ» տեսարանների, Քոչարյանի թիմակիցների, հատկապես որդու դեմ։ Ժողովուրդն էլ գրում է ԱԺ-ամբիոններից հայհոյող Քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող ու անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ԿՊԱ-ականներից է, ով չի սպասել ժամկետը լրանալուն ու մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիր։ 24 թվականը ըստ թերթի նրա համար բարենպաստ է եղել։ Նոր-Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի պատգամավորը 75 միլիոն դրամով մոտ $200,000 առանձնատուն է գնել Ծաղկաձոր համայնքում։ Ներկայացնելով հայտարարագրի մյուս տողերը, թերթը նկատում է, որ Արսեն Թորոսյանը սեփականության իրավունքով իրեն չպատկանող Տեսլա Մակնիշի էլեկտրամոբիլ է շահագործում, որի շուկայական արժեքը տատանվում է 15-ից 22 միլիոն դրամ եւ ավելի միջակայքում։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է $900,000 դրամ, 450 եվրո, $46, կանխիկ դրամական միջոցները ավելացել են 2 միլիոն դրամով դառնալով 3։ Թերթը հիշեցնում է, որ 2018 թվականին պաշտոնը ստանձնելու ժամանակ Արսեն Թորոսյանը ունեցել է $21,000, 15,000 եվրո եւ $700,000 դրամ։ Հեղափոխական իշխանությունները կոռուպցիան մերժելով ըստ թերթի թաղվել են հարստության, հաջողության ու ունեցվածքի մեջ։